Մենք եկեղեցուց սպասում ենք նախարարչերտին հստակ եւ կոնկրետ արձագանք, ոչ թե ինչ-որ մի գրառումով կամ խոսքով, այլ մեր պահանջը ու հազարավոր 10,000-ներով դա կարող ասեմ 100,000-ներով մարդիկ սպասում են Գարեգին երկրորդի զանգերին։ Պետք է այնքան զանգերը հողանջեն մինչև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ձեզ ինչու Նիկոլ Փաշինյանը հիմա եւ այսպես սկսեց եկեղեցու դեմ խոսել։ Դե միակ մարդ է մնացել, միակ կառույցն է մնացել մեր հայ առաքելական եկեղեցին, որ արդեն սրբապիցները վրա են տվել։ Միակ կառույցն է, որ չեն կարող քանդեն։ Հիմա ամեն ուժով, ամեն ձևով, եթե ես ասում եմ, ես չեմ պատկերացնում, եթե այսքանից հետո նման բան չլինի, զանգերը չլինի, ես վախենում եմ ավելի վատին եւ մի օր էլ կլսենք, որ Գարեգին երկրորդին ձերբակալել են։ Պարոն Ալեքսանյան, տեսեք, հանրային շրջանակներ կան, ասում են իշխանությունները գուցե հենց այդ միտումն էլ ունեն, որ եկեղեցին թաթախվի այս պատմությանը եւ դրան էլ հաջորդեն քաղաքացիական բախումներ, ինչ է կարծում այս սցենարը որքանով է իրատեսական։ Տեսեք ոնց է, հիմա ոնց որ ասած հոգևոր խառնվել են այս մարդիկ, ասում են եկեղեցին պետք է քաղաքականության մեջ չխառնվի, բայց դարերով ոնց նայում ենք եկեղեցին ա որպես պետականություն, պահ է Հայաստանը, պահ է հայրենիքը, հիմա հասել է այն օրասական պահը, որ պետք է եկեղեցին անպայման խառնվի, չի լինի այդպես բան, որ չխառնվի։ Հիմա իրանք փորձում են, նայեք, օրինակ այն մի հատ գնել կար, եթե չեմ սխալվում, գնել Սարգսյանը, հա։ Այդ փնթին երեք իրան թույլ էր տվել, հասել էր Մարմարաշեն հոգևոր մեր առաջնորդի վրա, դաժե հայոյելով, ավել պակաս բան ասելով, դες արձագանք չեղավ իշխանության կողմից։ Հիմա եթե մենք լինենք, ինչ որ մի դեպուտատի բան ասենք, հիմա մեր վրա ինչ գործ ասես կսարքեին։ Հիմա մենք որպես հասարակ քաղաքացի, հայ առաքելական եկեղեցու հետևորդ Գարեգին երկրորդին պահանջում ենք, համ էլ թող իմանա, որ ինքը մենակ չի, ինման հազարավոր, ասում եմ, 10,000-ներով, 100,000-ներով մարդիկ կան, որ սպասում են եկեղեցու զանգերին։ Մինչև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պետք է զանգերը խփեն։ Ուրիշ մենք պայքարի միջոց չունենք։ Այս մարդը անցել է արդեն չափ ու սահմանը։ Փաշինյանի հրաժարականը որ պարագայում եք հնարավոր համարում։ Դե ամեն պարագայում էլ համարում եմ էլի։ Նկատի ունեմ ընտրությունների սպասել, թե իմպիչմենտ եւ այլն, ինչ գործընթաց պետք է լինի, որ այդ պահանջը կգեներացվի։ Իմպիչմենտը դա ես չեմ հավատում, այդ բանը այդ միջոցով չի լինի, ինքը չի հեռանա այդ միջոցով։ Ես ասում եմ մեր վերջի վիխը եկեղեցին է մնացել։ Փողոցային է, ուրիշ ձև չեմ իմանում։ Իրա դեմ իրա ձևով։ Պայքար եկեղեցու առաջնորդությամբ, այո։ Ես ամեն օր գալու եմ եկեղեցի, ամեն օր եւ վեապարին եթե չտեսա էլ կսպասեմ այնքան մինչեւ տենամ, պահանջելու եմ, ամեն օր գալու եմ։ Պարոն Ալեքսանյան, իջմիացնում եք բնակվում այս օրերին հատկապես ինչ են խոսում շրջակա այս հատվածի բնակիչները, ինչ մտածումներ ունեն, ինչ մտորումներ ունեն։ Եկեղեցու լռության մասին են խոսում։ Խիալուր եկեղեցին։ Պետք է բոլոր այդ որ Աննա Հակոբյանը այդ չեղածածը որ ասում էր այդ ամեն մի սև շորերով հակած մարդի եկեղեցու բոլոր աշխատողները բռնած են այն որ ավել անողներն էլ պետքա հետևեն եկեղեցու բոլոր ասածներին, պետքա դուրս գանք փողոց եւ մենք պահանջում ենք եւ ինչու՞ չէ խնդրում ենք Գարեգին երկրորդից այդ ամեն ինչը անել, զանգը խփի։ Պարոն Ալեքսանյան, ես որքանով հիշում եմ 2018 թվականի հայտնի իրադարձությունների օրերին դուք աջակցել եք Փաշինյանին, ես ճիշտ եմ հիշում։ Կհավատայիք, որ մի օր այսպես կկանգնեք փաստի առաջ, որ արդեն թիրախում կհայտնվի մայրաթոռը հենց այն իշխանությունների կողմից, որոնց սատարել եք իշխանության գալ։ Նայեք ոնց է, ես 18 թվականին Ռուսաստանում եմ եղել, փոփոխության ըստ չեմ եղել։ Բայց սաղս էլ կողմ ենք եղել, որ փոփոխ, բայց 20 թվականի պատերազմից հետո ես իրան
կտրուկ դեմ եմ եղել։ 20 թվականի պատերազմ Դավաճանի հետ ես էլ ճանապարհ չունեմ գնալու։ Մանավանդ որ արդեն մեր արժեքներին ա կպե, մեր եկեղեցուն ա հասել, իրան ներել չկա, ներել չի կարելի։ Ոչ թե մենակ իր հրաժարականն ենք պահանջում, այլ պետք է ինքը պատասխան տա։ Յուրաքանչյուր իշխանավոր ոչ թե հրաժարականով գնա հանգիստ վայելի իր կյանքը, պետք է պատասխան տա այս ամեն ինչի համար։ Եվ ամեն անգամ գալու եմ եկեղեցի, ամեն անգամ պահանջելու եմ, կարեգինը կլինի այստեղ, ուրիշ հոգևոր առաջնորդներ կլինեն, սաղից էլ պահանջելու ենք, որ իրանք իրանց խոսքը ասեն։ Իրենք էլ հաջակցություն, Իրանք էլ են գալիս են, երեք ամեն անգամ գալիս են հենա, նորից եկել են, մենք պաստյանի գալիս ենք ամեն անգամ։ Հոգևորականների հետ եք զրուցում, հա? Զրուցում ենք, պետք է ասենք, որ իրանք մենակ չեն, իրանք չմտածեն, որ իրանք մենակ են, մենք իրանց կողմն ենք,